Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերող փաստաթղթերը։ Հասցրել եք ծանոթանալ։ Այո, ամբողջ ծավալով չեմ հասցրել, բայց զուտ ծաղկական կարել եմ գրեթե բոլոր փաստաթղթերը, պետք է արձանագրել պարոն Մնացականյան, որ այնտեղ նորություններ նոր բանի հանդիպել եք, թե այո, Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին դա էր, թե չէ մնացած առումներով գրեթե բոլոր հրապարակել են տարբեր ձևաչափերով, տարբեր ֆորմատներով, բովանդակային առումով նորություն չկար, ձևի առումով որոշակիորեն օգոստոսի 5-ին, եթե չեմ սխալվում, 2016 թվականի Սերժ Սարգսյանի նամակն է ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, այնտեղ Կրակովյան կարծեմ մի փաստաթուղթ կա, դա է բավականին յուրովի հետաքրքիր 2018 թվականի հունվար ամսին ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունն է, ընդ որում գրեթե բոլոր փաթեթերին դա ես ԵՀԿ ձևավորման փուլից սկսած մինչև Արցախի հակամարտության կարգավորման բոլոր փաթեթերին, ընդհանուր փուլային փաթեթային այդ տարբերակներին ամբողջովին ծանոթ ենք եղել մադրիդյան սկզբունքներին 2016 թվականի Լավրովյան պլանին 2019 թվականի այդ աղմուկ հանած կամ այդ 19 թվականին հրապարակված կամ առաջարկված գաղափարի շուրջ առաջացած այդ աժոտաժը գեհիշեք նախկին նախագահները, որոնք հորդորում էին, պահանջում էին Նիկոլ Փաշինյանից հրապարակել դա, ըստ էության, եթե շատ ամփոփ ասեմ, ինձ գիտեք, լրիվ ուրիշ ենթատեքստն է հետաքրքրում, պարոն Մնացականյան, ինչու են շահագրգռված Հայաստանի նախկին ղեկավարները եւ նաեւ Նիկոլ Փաշինյանը պահել այդ օրակարգը, որովհետեւ լավ, ասենք թե հրապարակվեց եւ ասենք թե մի 10 օր էլ Հայաստանի հասարակությունը կամ քաղաքագիտական շրջանակները խոսեցին։ Դա այսպես ասած մեր ժողովրդական լեզվով ասած ում է պետք զատկից հետո կարմիր ձուն կամ ինչ պետք է քննարկվի, եթե օբյեկտը կարգավորման առարկան այլևս գոյություն չունի։ Քննարկվի, երևի քննարկման նպատակն էլ կլինի բացահայտումը, թե ով է ամենակոպիտ սխալը թույլ տվել։ Ես ժամանակին 4 տարի առաջ ասել եմ Հայաստանում կա 4 ճշմարտություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ճշմարտություն, Ռոբերտ Քոչարյանի ճշմարտություն, Սերժ Սարգսյանի ճշմարտություն եւ Նիկոլ Փաշինյանի ճշմարտություն։ Երբ որ դրանցից յուրաքանչյուրին լսում ես, կարծեք թե մենք գործ ունենք անխոցելի վարած քաղաքականության հետ, բայց երբ որ մենք համադրում ենք դրանք եւ բերում ենք այսօրվա իրականության համատեքստում ենք գնահատում, տեսնում ենք, որ յուրաքանչյուրի վարած քաղաքականությունը բերել է հասցրել է այս ամբողջ կուլմինացիան։ Ի վերջո ինչն է կարմիր թելի նման անցնում։ Կարգավորման որևէ սխեմայում, ծրագրում, առաջարկությունում բացակայել է Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչման գաղափարը։ Այսինքն որևէ կարգավորման փաթեթում դուք չեք տեսնի համաձայն եմ, բայց եղել է տարբերակ, երբ կարելի էր խուսափել հայաթափումից Արցախի։ Ցանկացած պարագայում հնարավոր կլիներ այդ առումով, եթե գնար, տեսեք, երբ էր ամենահավանական շրջանը։ Դա ապրիլյանից առաջ, հետո ապրիլյան լավագույն շրջանը դա կլիներ մինչև Հեյդար Ալիևի իշխանության ժամանակահատվածը։ Հեյդար Ալիև, այսինքն երբ որ Հայաստանը կամ հայկական կողմը առերևույթ հաղթանակած կողմ էր, Ադրբեջանը ծնկած վիճակում էր, Հեյդար Ալիևի մահվանից հետո, Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, պարոն Մնացականյան, ես ամբողջովին ուսումնասիրել եմ նրա վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը, մասնավորապես ռազմաքաղաքական քաղաքականությունը։ Նա այն նախագահն էր, որ նախագահ ընտրվելուց հետո նրա առաջին հրամանագրերից մեկը ռազմաարդյունաբերական նախարարություն ստեղծելն է եղել եւ Ադրբեջանի ամբողջ ներուժը ռազմաարդյունաբերական հիմքի վրա դնելն է եղել։ Այսինքն ինքը ի սկզբանե իր առաջ ռազմավարական խնդիր է դրել։ Ու մենք էլ գիտեինք այդ։ Մենք ոչ միայն գիտեինք, մենք ուսումնասիրություններ ենք կատարել, մենք ասելով մենք նկատի ունեմ Հայաստանի համապատասխան ինստիտուտները։ Այսինքն մեր աչքի առաջ ծնկած տեղից Ադրբեջանը 20 տարի մենք տվեցինք իրան քարտ բլանշ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը հենց դրան էր միտված ստատուս քվոյի պահպանման արդյունքում հուսալ, որ ինչ որ մի փուլում միջազգային հանրությունը, այդ թվում նաև Ադրբեջանը կհամակերպվի Արցախի Ղարաբաղի կորստի հետ եւ ըստ էության այդ հակամարտությունը ի վերջո կավարտվի Հայաստանի հաղթանակով կամ Լեռնային Ղարաբաղի։ Բայց եղել է նաև ռուսական երաշխիք, չէ՞, որ ցույց են տա։ Ես մանրամասն ծանոթացել եմ նաև այդ
փաթեթներին։ Այո, մասնավորապես 2014 թվականից հետո զգացվում է կարմիր թելով ռուսական առաջարկությունները եւ ըստ էության Լավրովյան պլանը եւ այդ 5+2 շրջանների գաղափարը ըստ էության շրջանառության մեջ է դրվել եւ դրա ճարտարապետը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը։ Եթե մենք շատ պարզ, պրիմիտիվ ընկալման բացատրենք, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է հետեւյալը. Արցախի հանրապետության եւ նրա փաստացի վերահսկողության տակ գտնվող տարածքը Արցախի բուն լղիմի վարչական տարածքը եւ այն 5 շրջանները, որոնք պատերազմի արդյունքում 7 շրջանները հայտնվել են Արցախի տիրապետման ներքո, բաժանել երկու մասի, վերադարձնել 5 շրջանները, Քարվաճառը, Ջաբրայիլը եւ մնացած այդ հայտի 5 շրջանները, Քարվաճառը եւ Լաչինը մնում էր հայկական կողմի տիրապետման ներքո, տեղակայվում են խաղապահ ուժեր, ըստ էության խաղապահ ուժեր ասվելով դա նկատի ուներ համենայն դեպս ռուսական խաղապահ կոնտինգենտը, եթե Ռուսաստանը առաջ էր մղում այդ գաղափարը, համենայն դեպս կամ իրենց զորքերը պետք է լինեն, կամ էլ իրենց համար հաճելի կամ լոյալ տրամադրված պետությունների խաղապահ մանդատ ունեցող զորքերը եւ կարճ ասած ռուսական ազդեցությունը պահպանվելու էր այդ տարածքում։ Ի վերջո, հա, ճիշտ եք ասում, չմոռանաք ձեր միտքը այդ։ Ես ես նաև հնդածս ուզում եմ հիշեցնել 2013 թվականը, երբ Հայաստանը հանուն Արցախի անվտանգության ուղիղ ենք ասում, չէ՞, իրերի մեկ գիշերվա մեջ մենք փոխեցինք եվրոինտեգրման գործընթաց։ Դա կապված է, այո, Հայաստանի եւ Արցախի անվտանգային ապահովման։ Բայց ինչու դա չաշխատեց։ Ինչու դա չաշխատեց, որովհետև Ռուսաստանի պատկերացումները փոխվեց։ Շատ ճիշտ է նկատել, որովհետև Ռուսաստանի պատկերացումները Ռուսաստանը ինչ որ պահանջում էր, Հայաստանը արել է։ Չէ, Ռուսաստանի պատկերացումները աշխարհակաղակական գործընթացների դուք մի մոռացեք, որ 2013 թվականին հաջորդեց 2014 թվականը եւ ուկրաինական Մայդանում տեղի ունեցած գործընթացները ըստ էության արմատապես ստիպեցին Ռուսաստանին վերանայել իրենց աշխարհակաղակական պատկերացումները նաև մեր տարածաշրջանի նկատմամբ։ Ուշադրություն դարձեք, շատ կարևոր հարցի խփեցիք։ Ուշադրություն դարձեք 2013 թվականին, երբ որ մեկ գիշերվա մեջ Սերժ Սարգսյանին կանչեցին Մոսկվա եւ ստորագրել տվեցին Մաքսային միությանը անդամակցելու մասին համաձայնագիրը, 2014 թվականից սկսվեց պերմանենտ ադրբեջանական դիվերսիաները։ Հիշեք 2014-15 թվականներին գրեթե շաբաթ չկար, որ չարձանագրվեր ադրբեջանական դիվերսիա Արցախի հանրապետության եւ մեր Տաուշի, ինչու՞ չէ նաեւ Սյունիքի հատվածներում։ 2016 թվականին այդ դիվերսիաներից հետո ծնվեց Լավրովյան պլանը։ Լավրովյան պլանի մերժումից հետո Սերժ Սարգսյանը, երբ որ մերժեց այդ պլանը, տեղի ունեցավ ապրիլյան քարոզիա պատերազմը։ Լավրովի պլանը մերժել է Բաքուն։ Լավրովի պլանի վերաբերյալ Հայաստանը, կոնկրետ Սերժ Սարգսյանը ունեցել է խորքային վերապահումներ։ Ես չգիտեմ Ադրբեջանը ինչ վերապահում է ունեցել, բայց որ Հայաստանը Ադրբեջանը նոր կետեր է ավելացրել։ Այդ Կազանյան փաստաթղթում էր 10 կետ։ Կազանում, երբ որ Հայաստանը Սերժ Սարգսյանը համաձայնվեց 7 շրջանների վերադարձման գաղափարին պայմանով, որ Ադրբեջանը կոնկրետ մատնանշի հանրաքվե իրականացնելու կոնկրետ ժամկետը, բայց այսօրվա փաստաթղթերի հրապարակումից էլ ակնհայտ է դառնում, որ այդ հանրաքվե ասվածը Հայաստանը կամ հայկական կողմը լրիվ այլ կերպ է ընկալելու դիտարկել, Ադրբեջանը լրիվ այլ կերպ է դիտարկել, որովհետև այնտեղ ողջ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչություն բառակապակցություն կա։ Հիմա հայկական կողմը ողջ բնակչություն ասելով հասկանում է, ուրեմն Արցախի հանրապետությունում փաստացի բնակվող բնակչությանը ընտրական իրավունք ունեցող, Ադրբեջանը դա դիտարկել է ընդհանրապես Ղարաբաղում ապրած ժողովուրդը, որը Արցախյան առաջի պատերազմից հետո դուրս է գնացել, նրանց ժառանգները, նրանց թոռները, ծոռները, որ եթե ես հիշում եմ նման հրապարակումներ կան։ Այսինքն մենք ինչի հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք այս ամբողջ գործընթացը, եթե մենք հանրագումարի բերենք, հետեւյալն էր, պարոն Մնացականյան։ Արցախը երբեք չէր ճանաչվելու որպես անկախ պետություն։ Մեր 30-ամյա քաղաքական պայքարի արդյունքը, երազանքը, նպատակը փաստորեն ամբողջ այդ փաստաթղթերով Բաքուն ընդունում էր, որ պատրաստ է ամենաբարձր աշխարհում գոյություն ունեցող ստատուսը տալ։ Այո, եւ այդտեղ Հայաստանի նախկին իշխանությունները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը
ուղղակիորեն ղեկավարվել են տեղական ազգայնասիրության, այդ գավառական հայրենասիրության պատկերացումներով եւ փաստորեն այստեղ ես կարող եմ նաեւ մի այլ տեսակետ թեզ կարծիք էլ դնել շրջանառության մեջ, ես չեմ բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանին ուղղակի արգելվել է գնալ նման լուծմանը, որովհետեւ պետք է լրջորեն ուսումնասիրենք, թե այդ ժամանակահատվածում ում ձեռնտու չէր ստատուս քվոյի փոփոխությունը ռեգիոնում, ընդհանրապես խաղաղության հաստատումը ում ձեռնտու չէր, ով որ երկրները կարող են կամ որ երկիրը կարող է խոչընդոտել։ Դա էլ է ճիշտ մոտեցում, բայց ամեն դեպքում այդ լուծումը մեծ համարձակություն էր պահանջում, էր չեմ ասում իշխանության կորստով պայմանավորված։ Այո, բայց քանի որ այդ իշխանությունները լեգիտիմ չէին ուրեմն վայելում հանրության վստահությունը։ Իշխանությունը ոչ ոք չի ուզում կորցնել։ Ի վերջո համաձայն չի ուզեցել կորցնել նաև գործող իշխանությունը, երբ եղել այդ հնարավորությունը։ Ընդհանրապես գործող իշխանությունը 2018-2020 թվականներին 19-ին եղել է այդպիսի առաջարկություն փաստորեն, բայց Նիկոլ Փաշինյանը դա լրիվ այլ կերպ է ուրեմն վերագրում, բայց թողենք, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի սեղանի դրված է եղել այդ փաթեթը։ Եթե Նիկոլ Փաշինյանը ունենար քաղաքական հեռատեսություն կամ ողջամտություն, ճիշտ ըմբռներ կոնֆլիկտի էությունը եւ ճիշտ ընկալեր աշխարհաքաղաքական կենտրոնների սիգնալները դեպի մեզ ուղղված եւ կոնֆլիկտի լուծմանը ուղղված, ես կարծում եմ, որ հնարավոր էր խուսափել այդ բախումից, այդ ողբերգությունից ընդհանրապես, բայց ի՞նչ է տեղի ունեցել։ Ունենալով հանրային լեգիտիմության բարձր աստիճան, բայց տեսեք 2018 թվականի դեկտեմբերին ես մի հրապարակում արեցի հետեւյալ արձանագրման, որ այն ժամանակ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շանազարյանը շրջանառության մեջ էր դրել մի տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, որպեսզի ծախի Ղարաբաղը։ Եվ այդ թեզը առաջ էին տանում նաև նախկին իշխանության բազմաթիվ կարկառու ներկայացուցիչներ հանրապետականները։ Դա իշխանության դեմ պայքարելու կարգախոս է, բայց դա կոշտացեց Փաշինյանի տեսակետը, հասկանում եք, ինքը այդ քննադատությունները ստիպեցին, այսինքն կարող էր չընդունել այդ քննադատությունը կամ արհամարել, կարող էր արհամարել, եթե ինքը գտնվեր լայնախոհ դասեր քաղել 2016 թվականի ապրիլյան քարոզիա պատերազմից, ես միշտ այս տեսակետը եմ արտահայտում, պարոն Մնացականյան, Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր եւ հիմա էլ պարտավոր է բացահայտել 2016 թվականի քարոզիա պատերազմից հետո մինչեւ 18 թվականը իր իշխանության գալու ժամանակահատվածում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում թե Սերժ Սարգսյանի դիրքավորումը, թե Ռուսաստանի եւ մնացած խաղացողների դիրքավորումը ինչ տեղի ունեցավ այդ ընթացքում, որը մի կողմից ստիպեց Սերժ Սարգսյանին վերանայել իր որոշումը շարունակելու երրորդ ժամկետով վերընտրվելու, որովհետև մենք Սերժ Սարգսյանի խոստում ունենք, որ ինքը չպետք է առաջադրվեր։ Կարեն Կարապետյանն էր բերվել Հայաստան։ Կարեն Կարապետյանը միամիտ չէր, ինչու ծնվեց Սասնա ծռերի ապստամբությունը, այսպես ասած։ Եվ հետեւաբար այս ամբողջ գործընթացում ինչու հանկարծ տարածաշրջանում հաշվեկշիռ փոխվեց ի օգուտ Ադրբեջանի։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները առնվազն Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր տալ։ Այսինքն ժամանակ աշխատում էր Ադրբեջանի օգտին, բոլոր փուլերում։ Այո, միանշանակ եւ ցավոք սրտի մի դրվագել է էական այստեղ։ Եթե ասենք, որովհետեւ դա Ադրբեջանի համար ամենաշահեկան առաջարկն է եղել ժամանակին, չէ՞։ Հիմա էլ Մեղրիբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այնտեղ Լաչինի փոխանակումում կարգավիճակի, չգիտեմ, սահմանում, եթե դա իրականանար։ Անկեղծ ասեմ, մենք այստեղ գիտեք ինչու՞մն է պակաս այստեղ։ Կարող է, չէ՞, դա իրականանալ։ Կարող է իրականանալ, նախ դա Հայաստանի տեսանկյունից պետական դավաճանություն է, որտեղ ես այսօր նայել եմ նաև 1995 թվականին ընդունված եւ այդ ժամանակ գործող սահմանադրությունը 99 թվականին, երբ որ քննարկվել է այդ տարբերակը, ուրեմն այդ ժամանակվա գործող սահմանադրության 55-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության նախագահը պատասխանատու է եղել երկրի տարածքային ամբողջականության համար եւ ըստ էության այդ ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եթե այս ամեն ինչը համապատասխանում է իրականությանը, գործել է հայրենիքի դավաճանական քայլ, այսինքն Հայաստանի ինքնիշխան տարածքը կոնկրետ համաձայնություն է տվել, բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը այլ տարածքի հետ փոխանակելու ուրեմն վերաբերյալ
Իսկ ինչ վերաբերում է, ես այսօր կարդացել եմ այդ կոնկրետ քվեսթյան տարբերակը, մեղրի տարբերակը, տեսեք ինչ է ասում այնտեղ։ Ղարաբաղի շրջանը չկա այս բանը։ Չկա, այնտեղ կա քվեսթի մասին չկա, որովհետև քվեսթը երբեմն ասոցացվում է մեղրի փոխանակման գաղափարի հետ եւ այդտեղ է նաեւ շփոթմունք առաջանում, այո, եթե հրապարակում են, թող նաեւ քվեսթյան տարբերակն էլ հրապարակային, հասկանանք, տեսնենք թե դա ինչ տարբերակ է եղել, բայց եթե այնուամենայնիվ մեղրի տարբերակ եղել է, դա հայրենիքի դավաճանություն է Հայաստանի տեսանկյունից, բայց խնդրում եմ դուք լավ հարց տվեցիք, ինչու Ադրբեջանը չհամաձայնվեց Ալիևը, թվում էր թե մեղրին ստանալով լուծվում էր իրենց վաղի մի երազանքը, բայց ախր մենք մոռանում ենք մի կարևոր անկյուն, պարոն Մնացականյան, մի հատ ադրբեջանական հանրույթի տեսանկյունից դուք գնահատեք, թե Շուշին իրենց համար ինչ ընկալում է ունեցել։ Լեռնային Ղարաբաղը ինչ ընկալում է ունեցել։ Ընդհանրապես իրենց ուրեմն Ալիևների ընտանիքի համար պարտությունը ինչ ընկալում է ունեցել այսօրվա ֆոնի վրա եւ հետո հեռահար հաշվարկը ճիշտ կառավարում է մենեջմենտը վերջնահաշվում իրենց ռեսուրսների ճիշտ կառավարման արդյունքում իրենք ճիշտ են գնահատել իրենց հնարավորությունները, իրենք հասկացել են, որ 20 տարի ատամները կրճտացնելով եւ երկրի դիրքերը ամրապնդելու արդյունքում հնարավոր է խախտել ռազմաքաղաքական հաշվեկշիռը հոգոտ իրենց եւ հասնել ռևանշ եւ իրենք գնացել են այդ ճանապարհով։ Ի վերջո Ապրիլյանը ձեր ասացի սիգնալն էր։ Այո, Ապրիլյանը դա ստուգատես էր եւ եթե այդ ժամանակ ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ ինչ որ խոստումներ է տվել, վստահ եմ գրեթե, որովհետեւ ինչու պետք է Ալիևը կանգ առներ։ Կներեք, եկեք մի հատ Ալիևի տեսանկյունից նայենք։ 4 օր ինքը 800 հեկտար հող ազատագրում է։ Ասում են նաեւ կանգ չի արել, կանգնեցրել են։ Այո, այդ ժամանակ նորից եմ կրկնում, ես չեմ կարծում, որ դա 4-օրյա պլանավորվող կամ իրականացվող ռազմական գործողություն էր։ Դա կոնկրետ process է եղել, նախապես հաշվարկված, պլանավորված, իրականացված եւ սանձազերծված պատերազմ է եղել եւ ունեցել է խորքային ինչ որ հեռահար նպատակները ամբողջությամբ վերականգնելու իրենց տարածքները։ Թե ինչ է տեղի ունեցել, ինչ բանակցությունների արդյունքում է դադարեցվել, այստեղ շանգլուխը այստեղ է թաղված։ Լավ, ինչևէ, հիմա ձեռնոցը նետված է։ Ձեռնոցը նետված է, ես չեմ ուզում, չեմ հասկանում, ինչ են ուզում այս 4 մարդիկ։ Այսինքն ինչ պետք է անեն։ Իրենք Հայաստանի ռազմավարական զարգացման օրակարգը թողած։ Լավ, ենթադրենք, ինքը ներքաղաքական նպատակ է հետապնդում։ Ում խաղակարգ Նիկոլի եւ մնացածի, ես միշտ ասել եմ, իրենք բնական դաշնակիցներ են այդ առումով, եւ իրենք չեն ցանկանում թույլ տալ քաղաքական դաշտում նոր խաղացողների հայտ գալու, որտեղ իրենց համար պատկերացրեք, քննարկում են 96 թվականի Լիսաբոնի գագաթաժողովում կամ ԵԱԿ նախագահողի հայտարարությունը կամ ՄԱԿ-ի 4 բանաձևերը կամ չգիտեմ փուլային տարբեր, լսեք, դրանք ում են պետք, Հայաստանը առաջ է շարժում, տարածաշրջանը առաջ է շարժում, աշխարհը փոխվում է, ի վերջ սա ձեր բոլորի հավաքական պարտությունն է եղել։ Սկսած այն սկզբնական փուլից։ Ես ձեզ հավաստիացնում Լևոն Տեր-Պետրոսյանը հնարավորություն ուներ չէր լուծի այդ կոնֆլիկտը։ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր։ Նրանք այնքան բառը վատ իմաստով չեմ ասում, նրանք այնքան փառասեր, ուրեմն այսպես ասած հպարտ անձնավորություններ են, որ իրենք կուզենային, որ իրենց դափնիները հաղթանակի կրեին եւ ընդ որում միայնակ կրեին։ Հետեւաբար իրենք ոչ միայն կորցրել են այդ հնարավորությունը, հիմա իրենք ուզում են պատմության առաջ մաքուր մնալու կամ հաղթացի դափնիները կրելու այդ գործում իրենք հանրության ուզում են ապացուցել, որ իրենք սխալ չեն եղել։ Նույնիսկ այստեղ ապացուցելու խնդիր չկա, ամբողջ հանրագումարի տեսանկյունից, եթե դուք չեք կարողացել լուծել այս խնդիրը, ձեր հավաքական պարտությունն է։